Անցած շաբաթ ողջ աշխարհը հավանաբար գոնե նորմալ մարդիկ տոնում էին Հիսուսի հարության տոնը, տոներ անցավ, ներկված ձվերը վերջացան, չէ, այդ բոլոր այդ ծլած ցորենները թափեցին, ու մարդիկ անցան իրանց հին կյանքին, կարծես թե ոչինչ էլ չի պատահել իրականում։ Այդ նայենք իրոք շատերի կյանքում այդ տոնը տոնեցին, լավ էր, տոներ ուրախացան, ձվերով կռիվ արեցին, փլավը կերան, ձուկը կերան, ձվերը կերան, մի երկու օր ազատ էր երևի, ոմանք գնացին գերեզմաններ, խունկ ծխեցին, խղճի պարտքը կատարեցին, եկան շարունակեցին իրանց նույն կյանքը, ոնց որ ապրել էին դրանից առաջ։ Ու իրականում 2000 տարի առաջ նույնն էր։ Ոմանք ովքեր եկել էին Զատկին, Երուսաղեմ տոնելու, թեև ընդունեցին Հիսուսին ովսանաներով, բայց հետո մոռացան եւ վերադարձան իրանց կյանքին, կարծես ոչինչ էլ չէր եղել։ Բոլորի կյանքում ոչինչ չփոխվեց, բացի նրանց կյանքից, ովքեր իրապես հանդիպեցին, ճանաչեցին, հավատացին Հիսուսին հարություն առած։ Ու նրանց կյանքն է իրականում փոխվում, ովքեր ճանաչում են, հանդիպում են, հավատում են կենդանի հարություն առած Հիսուսին։ Համար կարող է շատերը քրիստոնյա կոչվեն, շատերը եկեղեցիներում մասնակցեն, ույս ծառայություններ ունենան, ցավոք ես վերջերս լսում ենք, նույնիսկ երկար տարիներ քարոզիչ եղածները աթեիստ են դառնում կամ ուրիշ կրոնների են դառնում։ Ու ես կասեմ մի բան պատճառ, այդ մարդը երբեք հարուցյալ Հիսուսին չի հանդիպել։ Դրա համար իր կյանքը չի փոխվել, իր կանոնական կյանքն է փոխվել, բայց ոչ թե իր իրական կյանքը, այն արմատական կյանքը, Թեհովա ինքը, Եհովա Հիսուսը։ 4 ավետարանները, որոնք գրվեցին եւ ավետարանների մեխը սենց ասած, այդ շեշտը, այդ կուլմինացիան, ինչպես ցանկացած ֆիլմում կա ինչ-որ կուլմինացիա, չէ՞, ինչ-որ պատմությունը զարգանում, ինչ-որ մի կուլմինացիա կա։ Ավետարանների կուլմինացիան խաչն ու հարությունն է։ Բայց հետաքրքիրը ոչ մի ավետարան չի վերջանում հարությունով ու վերջ։ Ավետարանները շարունակվում են, հարությունից հետո որոշակի նկարագրեր կա, դեպքեր կա, որոնք կարևոր են մեր համար էլ, որտեղ մենք այո Հիսուսը հարություն է առել, այո Հիսուսը խաչվել է մեր մեղքերի համար, բայց դրանից հետո ինչ է կատարվել, խոսում է թե ինչ կապ ունենք մենք դրա հետ։ Մեր համար դա ինչ է նշանակում։ Ինչ է որոշում դա մեր կյանքի համար։ Բացի Ղուկասից, մնացած ավետարանները, Մարկոսը, Մատթեոսը, Մարկոսը եւ Հովհաննեսը, բացի Ղուկասից, Ղուկասը տարբեր է ինչու, որովհետեւ Ղուկասը գիտի, որ հետո գրելու է նաեւ գործ կառաքելոցը, այսինքն պատմությունը դեռ շարունակելու է, այսինքն այն ինչը Մատթեոսն ու Մարկոսը չեն շարունակելու եւ իրենց շեշտը վերջի հենց իրենց ավետարանի վերջում, Ղուկասը շեշտը տանում է գործ կառաքելոց, որտեղ դեռ պիտի պատմի դա, բայց մյուսները Մատթեոսը, Մարկոսը եւ Հովհաննեսը գիտեն այդ ավետարանով են վերջացնում, այդ պատմությունով են վերջացնում, այդ մի գործով գրքով են վերջացնում, դրա համար այդ կիրառման շեշտը տանում են իրենց գրում են այնտեղ վերջում։ Ու նայելով այդ վերջի շեշտին կարող ենք հասկանալ, ինչա մեր համար նշանակում հարությունից հետո ապրել։ Հավատացողը հարությանը ինչ է նշանակում, այդ լավ հավատացինք Հիսուսի հարությունը առել, հետո ինչ ենք անում դրանից հետո։ Ղուկասը հատուկ նշում է, որ հարությունից հետո դեռևս 40 օր Հիսուսը երկրի վրա էր, Մարկոս ասում որ դրանից հետո համբարձվեց եւ նստեց հորաչին։ Բայց մինչև այդ երկրի վրա էր, իրենց հետ էր եւ սովորեցնում էր թագավորության մասին։ Բայց 3.5 տարի էր սովորեցնում թագավորության մասին։ Չէ, Հիսուսը հենց սկսեց քարոզչությունը, կարդում ենք ավետարանում, որ հենց սկսեց այդպես, թագավորությունը մոտեցել է, ու սկսում էր թագավորությունը նման է սրան, թագավորությունը նրան է նման, չէ, թագավորությունը սովորեցնում էր։ Գուցե մտածենք, որ երևի մինչև հարությունը սովորեցնում էր առակներով միայն, բայց չէ, իր աշակերտներին առանձին մեկնում էր թագավորության գաղտնիքները, ու ասում էր, որ դրսիններին տրված չի, իրանց կլինի առակով, իրանց կլինի այտենց մտածելու տեղիք տալով, տեսնես ինչ նկատի ունի, որպեսզի իրականում ցանկացողները
հասկանալու ինչ է թագավորությունը եւ նրանք ովքեր իրապես սպասում էին թագավորությանը, միջամուխ լինեին, խորանային, շարունակեին, որտեվ այդ առակ ձևը, տենց հանելուկային ձևը իրականում ֆիլտրացնում էր դեպի դուրս նրանց, ում համար պետք չէր հեչ թագավորությունը, որոնք ասեին, այդ ինչ անհասկանալի բան է, ինձ պետք չի։ Ու հակառակը ում համար կարևոր էր թագավորությունը, խորանանք, ուզում եմ հասկանամ, ուզում եմ պարզեմ, ուզում եմ իմանամ։ Նույնը չի այսօր, երբ որ դու խոսում ես հավատքի մասին ինչ-որ մեկի հետ, մարդը որոշում է, ուզում է խորանա, թե ասում է, ինձ չի հետաքրքիր, բարդ է իմ համար, ոչ մի բան է բարդ չի։ Ուղղակի քեզ պետք չի։ Դու որոշել ես, որ Աստված, հավատքը, հոգևոր կյանքը քո համար չի, քեզ ինչ-որ բանից կտրելու է, զրկելու է, մարդ բոլորը հասկանում են, բոլորը մեղք ունեն իրենց կյանքում, մեղքի բնություն ունեն, նրանք լավ հասկանում են, որ Աստված հավատքը դեմ է դրան, իրանք ինչ-որ բաներից պետք է հրաժարվեն, կյանքը պետք է փոխվի իրանց։ Ու մարդիկ նախընտրում են մնալ այսօրվա մեղքում, քան թե հավիտենական կյանք փնտրել։ Դա իրանց ընտրությունն է։ Ես հարգում եմ այդ ընտրությունը, Աստված հարգում է այդ ընտրությունը։ Ու մի օր Աստված իրանց կասի, ուզում եք վայելեք, եթե դա վայելել է։ Մյուս բանը, որ տեսնում ենք, Ղուկաս ասում է 40 օր այնտեղ էր, բայց այս չէր ամեն օր իրանց հետ էր։ Օրինակ առաջին երեկոն, հենց Կիրակի Մեկշաբթի երեկո, հարության երեկոն, աշակերտները վախեցած հավաքված էին, Հիսուսը հանդիպեց իրանց, չէ, Էմաուս գնացող զույգին հանդիպեց, հետո մեկ էլ հանդիպեց հաջորդ Մեկշաբթի, հաջորդ Կիրակի։ Այդ արանքում չենք տեսնում Հիսուսը, ամբողջ շաբաթ չկար։ Առաջի այդ երեկոն Թոմասը իրենց հետ չէր, երկրորդ Մեկշաբթի, երկրորդ Կիրակի ասենք, լավ, մեր լեզվով ասենք, մեր ժամանակով արդեն հաջորդ Կիրակի, երկրորդ Կիրակի եկավ, այսինքն այս Կիրակին։ Հիսուսը հայտնվեց արդեն Թովմասն էլ իրենց մեջ էր, ասեց բեր ստուգի, չէ՞։ Բա ուր էր Հիսուս ամբողջ շաբաթ։ Ուր էր կորել։ Դու մի կարևոր միսիա ունես։ Դու քո աշակերտներին պատրաստել ես դրան, քո հարությանը, իրանք հիմա տեսան քեզ հարություն առած, ուրախացան, ու դու մի ամբողջ շաբաթ կորում ես։ Ու իրանք նորից գրված է հաջորդ Կիրակի էլ, երբ որ Թովմասի հետ էին, էլի հրեաների վախից հավաքված էին տան մեջ։ Ու Հիսուսը նորից եկավ, չէ՞, վախը, այսինքն նշ չէ որ առաջին հանդիպումը բան փոխեց իրանց կյանքում։ Նույնիսկ երկրորդ հանդիպումը բան չփոխեց, որովհետև դրանից հետո Պետրոսը ասեց. ես գնում եմ ձուկ բռնելու։ Ձկնորսները ինձ կհասկանան, Պետրոսն էլ կհասկանան, թե ինչու։ Կա ձկնորսը ձեր մեջ։ Ձկնորսները ամեն առիթ օգտագործում են գնան ձուկ բռնելու։ Տերը չկա ուրեմն։ Չէ, չկար, բացակայում էր։ Իրանք չունեին ամեն օրվա հանդիպում, որ ասենք, վա, ամեն օր Հիսուսի հետ էին, համար կարող է Հիսուսին թողեց ասես Տեր, լավ հետաքրքիր բան ես ասում, թագավորությունը սուպեր, շատ լավ է, բայց կարոտել եմ ձուկ բռնելու, գնամ մի քիչ ձուկ բռնեմ։ Չէ։ Այդ նշանակում է երկար ժամանակ բացակա էր Տերը։ Հարությունից հետո։ Այն աշճան, որ մարդը ասեց, պարապ նստում ենք, ի՞նչ անենք, գոնե գնանք ձուկ բռնենք։ Ինչու։ Հարց առաջանում, ուր էր կորել Հիսուսը։ Երկու առաջարկ։ Երկու կարևոր բան, որը մեզ համար կարևոր է։ Հենց դրա համար են գրվել ավետարանները եւ վերջացել այդ ձևով, որտեղ դրանք խոսում են ինչա մեր համար նշանակում, որտեղ ավետանիչները գրել են մեր համար։ Իրանք գրվել են շատ ավելի ուշ։ Մոտ 50 տարի անց դեպքերից, 60 տարի արդեն Պողոսի նամակները կար, այսինքն աստվածաբանությունը կար, խնդիրը այն չէր, որ աստվածաբանությունը պետք էր հստակեցնել։ Բայց բաներ կար, որ ոչ Պողոսի նամակները, ոչ Պետրոսի մյուսների նամակները չէին փոխանցում, այն Հիսուսի անձի իրական վերապրումը։ Դա անում էին ավետարաններով։ Ու այն շեշտը, որը վերջում դրեցին, խոսում է դրա մասին։ Ուր էր կորել Հիսուսը այդ օրերին։ Առաջի ենթադրությունը ինքը ակնարկի ձևով է, որպեսզի հասկանանք դա, որը բացահայտ չի տրված, բայց ակնարկված է։
Հիսուսը ժառանգեց բոլոր ուխտերը, որ մինչև այդ կատարել էր Աստված։ Իրականում բոլոր ուխտերը, որ մինչև այդ Աստված կնքել էր, Ադամի հետ, Նոյի հետ, Մովսես, Աբրամի հետ, Նոյի հետ, Աբրամից հետո Մովսեսի հետ, Մովսեսի միջոցով Իսրայելի հետ, բոլոր այդ ուխտերը եկան իրականացան Հիսուսի ուխտի մեջ։ Ոչ մի ինչ որ բոլոր ուխտերում կար, ոչինչ չէր հակասում իրականում մեր նոր ուխտին։ Դրանք բոլորը ասենք զարգացում էր թերից դեպի կատարյալը, կիսատից դեպի ամբողջականը։ Դաբար մեր ուխտը նախ վերջնականն է, լավագույնն է, գիտեք որ մուսուլմանները պնդում են, որ Հիսուսի ուխտը դա կիսատ ուխտ է, նույնը մորմոններն են ասում, որ մորմոնի միջոցով է լրացել, ինչ որ Հիսուսը արել է, իսլամն է պնդում, որ Մուհամեդն է վերջինը, դենց ռուսերեն անգլերեն բառ կան, նոնսենս, անիմաստություն։ Հիսուսի ուխտը լիարժեք ու կատարյալ ուխտ է, այլ ուխտի կարիք չկա։ Այս վերջերս մեկը պոստ էր գրել, Գաբեսի աղոթքն էին հիշել։ Ունգել են Գաբեսի աղոթքի հետևից։ Այդ տակը գրեցի Եփեսացիս 1:3-ը։ Աստված մեզ օրհնեց բոլոր հոգևոր օրհնություններով երկնավորների մեջ Քրիստոսով։ Ինչպես մեզ ընտրեց նրանով հավիտենությունից առաջ, որպեսզի մենք իր փառքի ժառանգակից լինենք։ Սա այս խոստումները ունեցող մարդը, այս ուխտի ժառանգություն ունեցող մարդը ընկել է Գաբեսի աղոթքի հետևից։ Այդ նշանակում է մարդը չի հասկանում ինչ ժառանգություն ունի Քրիստոսի մեջ։ Դա բան ընկել է Գաբեսի աղոթքն ուսումնասիրում, չգիտեմ Մովսեսի աղոթքն ուսումնասիրում, ինչ որ աղոթքներ են ուսումնասիրում։ Որովհետև մարդը չգիտի ով է ինքը Քրիստոսում, ինչ ժառանգություն է տվել, ինչ ուխտի մեջ է ինքը, ինչ ուխտի Աստված կանչել։ Հիսուսի ուխտը վերջնական ու լիարժեք ուխտն է։ Մնացած բոլոր ուխտերը ստվերն էին, նախերգանքն էին։ Իրականում նույնիսկ Մովսեսի ուխտը Աբրամի ուխտն էր, ընդարձակված իր սերունդի հետ։ Հիմա, եթե այդպես է, ուրեմն վերջին Հիսուսից առաջ լեգիտիմ ուխտը դա Աբրամի ուխտն էր։ Ու Պողոս առաքյալը Գաղատացիներում ասում է, որ Աստված Աբրամի հետ որ ուխտ կնքեց, Քրիստոսի մեջ կնքեց։ Ու Քրիստոսն էր այն ժառանգությունը, որ Աստված խոստացավ։ Հիմա նայեք ինչ եղավ Աբրամի հետ։ Եվ որ Աստված կանչեց Աբրամին իր երկրից, եկավ որոշակի ժամանակ այդ երկրում շրջեց, 13-րդ գլխում Աստված Աբրամին հետևյալ պատվերն է տալիս։ Ասում է. Ելիր եւ շրջիր այդ երկիրը լայնությամբ եւ երկարությամբ, որտեւ այն քո ժառանգությունն է։ Նայեք, Աստված կանչեց Աբրամին, ասեց՝ «Սա քեզ ժառանգություն եմ տալիս», ու այն բանից հետո, որ խոստում տվեց որպես իր ժառանգություն, ասեց՝ «Դե հիմա շրջիր, տես քո ժառանգությունը»։ Հիսուսը խաչի վրա մահացավ, որպեսզի ինչ լինի, ժառանգի աշխարհը, չէ՞։ Ինքը աշխարհի փրկիչն է, աշխարհը իրեն է տրվել։ Մինչև այդ տրվել էր սատանային, չէ՞, հիշում եք։ Սատանան, երբ որ հանեց Հիսուսին փորձելու լեռան վրա, ցույց տվեց ողջ թագավորությունները աշխարհի, ողջ մարդկությունը կարելի ասել այսօրվա մեր տերմինոլոգիայով, եւ ասեց՝ «Սա ինձ է տրված, ում ուզեմ կտամ», չէ՞, եթե ինձ երկրպագես, քեզ կտամ։ Ինչու՞։ Որովհետև սատանան ավելի լավ էր հասկանում Աստծո ուխտերը, քան այսօր մենք ենք հասկանում։ Սատանան լավ գիտեր, որ Աստված Աբրամին խոստացել էր, որ ինքն է տալու ժառանգությունը երկիրը իր սերունդերին։ Ու հիմա ինքը առաջարկ էր անում, որ դուրս էր Աստծո ուխտից։ Ինչպես այսօր շատերին առաջարկում, շատերը չհասկանալով իրանց ուխտը, իրանց ուխտի կանոնները հրաժարվում են, թույլ են, հանձնում են սատանային, ինչպես ինքը։ Հետաքրքիր է, Մատթեոսը հետաքրքիր նկարագիր անում Հիսուսի ու իր աշակերտների հանդիպումը 28-րդ գլխում, որ երբ աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, որտեղ Հիսուսը որոշել էր իրանց, ու երբ որ տեսան Հիսուսին, երկրպագեցին։ Սատանան էլ, չէ, Հիսուսին հանեց լեռան վրա, ցույց տվեց, ասեց երկրպագի ինձ։ Ու Հիսուսը չի երկրպագեց։
Հիմա Հիսուսը լեռա որոշել, որի վրա իր աշակերտները գալիս են հանդիպում են իրան, ճիշտ ոնց որ սատանան իրան լեռան վրա արեց, բայց Հիսուսը չհանդիպեց, ասեց. «Դե հիմա երկրպագեք ինձ, ես հարություն առած ձեր տերն եմ»։ Իրանք երկրպագեցին։ Կամովին, որովհետև մեկը հանդիպում է Տիրոջը, ոչ թե ստիպված ստրուկի երկրպագությունն է, որ քեզ ստիպել են երկրպագես, այլ այդ ուրախության, այդ փառքի, մեծության, շնորհակալության ճանաչումն է, որ քեզ ստիպում է երկրպագես։ Մենք այստեղ երկրպագում ենք ոչ թե տենց կանոն է, պետք է անել, ամոթ է, բոլորը փառաբանություն են երկրպագում են, մենք ոնց կլի չունենանք։ Մենք երկրպագում ենք, որովհետև սիրում ենք իրան, որովհետև գնահատում ենք իրան, իր մեծությունը ով է ինքը մեր համար, որովհետև մեր լավագույն դիրքը իր առաջ երկրպագությունն է իրան։ Ու դա մեր սրտից է բխում։ Դա մեր Պողոս առաքյալը Կողոսացիներում, Եփեսացիներում գրում է երկրպագության մասին, ասում է ձեր սրտերում երգելով Տիրոջը։ Որովհետև երկրպագությունը դա արտաքին բան չի։ Դու կարող ես նստած լինես, բայց քո սրտում երկրպագես Տիրոջը։ Ու մեկը կարող է կանգնի, գոր գրա, թրվռա, բայց սրտով չի երկրպագի Տիրոջը։ Երկրպագությունը սրտի խնդիր է։ Ու որ իրանք տեսան Տիրոջը երկրպագեցին այն սրտի դրսևորումներ, այն ինչը միշտ երազել է սատանան։ Թշնամին, որ իրան երկրպագեն։ Ու հիմա Հիսուսը չի ստիպում, բայց իրան երկրպագում են։ Երբ որ այդ արմատական իսլամիստները ISIS կամ չգիտեմ հայերեն ինչպես է իշխանությունը Սիրիայում գրավեցին եւ եկան առաջինը Հալեպը գրավեցին եւ հետո Հալեպով արդեն անցնում էին պատրաստում էին գային Դամասկոս իրանց գլխավորը պատգամ ուղարկեց Դամասկոսում արևելյան օրթոդոքս եկեղեցու գլխավորին պատրիարքին ու պատգամը էր ես գալիս եմ Դամասկոս գալիս եմ գլուխդ վերցնելու պատասխանը սա էր կարող ես գաս ու վերցնես բայց ես իմ հոտին չեմ թողնի սա ասում է մարդը որ գիտի ով է ինքը ում է ծառայում ում համար գլուխը չի կարևոր իր ծառայությունը իր երկրպագությունը իր պատկանելությունն է կարևոր մենք մի քիչ չէ երևի շատ վատ վերաբերմունք ունենք այլ կրոնական կազմակերպությունների, քրիստոնեական, կաթոլիկների, օրթոդոքսների, մեզ ցավոք սրտի տենց ներարկել են մանկուց, ամբարտավանության ու մեծամտության հոգյով, որ իրանք կրոնամոլ են, չգիտեմ, կռապաշտ են եւ այլն, այդ սուպեր, վերջերս մեկը Facebook-ում post էր դրել, մտել էր ինչ-որ տաճար քրիստոնեական, ասում են, չգիտեմ, բան եմ եկել, տաճար եմ եկել, թե ցուցահանդես եմ եկել։ Ինչ անմտություն, ռուսկի չգիտես ուր ես եկել։ Չգիտես ով են այդ մարդիկ, դարեր ինչպես են իրանց հավատքը ապրել, պաշտել Տիրոջը, ինչ սրտի զգացում ունեն այդ Աստծո հանդեպ։ Ինչա դու երկու բառ ավել գիտես երևի ավետարանից, քո եկեղեցում նկար չեք կախել, հովիվը ասելա, որ մենք սուպեր ամենալավ հավատացյալներ ենք, մեզնից են կողմ աշխարհ չկա ու քեզ չի սովորացրել հարգել, սիրել, գնահատել ուրիշներին։ Ցավոք էսա մեր բողոքականության ողբերգությունը, մենք չենք գնահատում այն ժառանգությունը, որ վաստակել ենք։ Ոմանց թվում է, որ մինչև Մարտին Լյութերը աստված եկեղեցի չի ունեցել երկրի վրա։ Հիսը կամ ստախոսա կամ թույլ է, երբ որ ասեց, այս վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին, կառուցեմ իմ եկեղեցին, դժոխքի դռները չեն հաղթի, այդ չի վերաբերվում այն ժամանակին, որ կաթոլիկ եկեղեցին կամ ուղղափառ եկեղեցին էր։ Դա վերաբերվում է մենակ բողոքական, ավետարանական, մանավանդ լեզուներ խոսող եկեղեցիներին։ Հիմարություն։ Աստված միշտ ունեցել է այդ եկեղեցին, տարբեր ձևերով, տարբեր ֆորմաներով, բայց միշտ ունեցել է իր եկեղեցին։ Իր եկեղեցին չի դադարել գոյություն ունենալուց ու չի դադարելու։ Մնացած ամեն ինչը կդադարեն, իր եկեղեցին ոչ։ Նրանք, ովքեր երկրպագում են Հիսուսին, ուրիշ ոչ ոքի եւ ոչնչի չեն երկրպագում։ Նրանք, ովքեր ճանաչել են, հանդիպել են այդ հարուցյալ Տիրոջը, ուրիշ ոչ մի բան իրանց չի գրավում ավելին քան այդ Տերը։ Ու երբ որ
Աստված Աբրամին ասեց վեր կար շրջիր երկիրը, որտեղ դա քո ժառանգությունն է։ Նույնը պիտի աներ Հիսուսը, Հիսուսը մարդ էր նաև, չէ՞։ Մենք երբ որ հարությունից հետո մտածում ենք Հիսուսի աստվածության նաև մասին, մենք մտածում ենք վերջ, էլ դադարեց մարդ լինելուց։ Հիսուսը շարունակում է, հիմա էլ մարդ է ինքը։ Մարդ, որը ծնվել էր Նազարեթում, կներեք, Նազարեթում չէր ծնվել, մեծացել էր Նազարեթում, ծնվել էր Բեթլեհեմում, մեծացել էր Նազարեթում ու խոշոր հաշվով Հրեաստանից դուրս չէր եկել։ Ու ինքը աշխարհի փրկիչն էր։ Բայց պիտի տեսներ այդ աշխարհը որն է, ինչ է ժառանգել։ Ես հավատում եմ, ու շատ աստվածաբաններ իմ հետ համաձայն են, կամ ես իրանց հետ համաձայն եմ, կամ մենք իրար հետ համաձայն ենք, որ իրականում այդ ժամանակը մարդ Հիսուսը շրջում էր աշխարհում։ Տեսնում էր այն աշխարհը, ինչը ինքը ժառանգել է, ինչի համար ում համար արյուն է թափել։ Ու ոչ թե պետքա սատանան իրան ցույց տար աշխարհը, հայրը պիտի ցույց տար իրան աշխարհը։ Ինչպես Աբրամին ասեց, վեր կաց, շրջիրաց, ձախ, երկայնքով, երկայությամբ շրջիր այն երկիրը, որ ես քեզ ժառանգություն եմ տվել։ Ճիշտ նույն ձևի հայրը ժառանգություն տվեց Հիսուսին աշխարհը, պետքա Հիսուսը տեսներ այդ աշխարհը։ Դա համար ուր որ պետքա գնար իր եկեղեցին, իրանից առաջ պետքա ինքը եղած լիներ, որպես մարդ։ Գիտեք, որ Աստված միշտ երազել է մարդկային փորձառություն ունենա։ Դա համար, երբ որ ինքը մարդացավ, ինքը փորձառություն ունեցավ ամեն ինչի, նույնիսկ մահվան փորձառություն ունեցավ։ Ինչը Աստված չէր կարող ունենալ Աստված լինելով, հոգի լինելով։ Ու երբ որ Աբրամին ասեց, որտեղ քո ոտքը դնես, կամ Մովսեսին ասեց, որտեղ քո ոտքը դնես, քեզ եմ տալու։ Մենք իրա մարմինն ենք, հա։ Մենք իրա ոտքերն ու ձեռքերն ենք։ Ու այն խոստումը, որտեղ ոտքը դնես, քոնն է, քո սերունդներին, այդ սերունդները մենք ենք։ Աբրամին տրված խոստումը այդ երկնքի աստղերի չափ եւ ծովի ավազի չափ սերունդը անհաշվելի, դա մենք ենք, եկեղեցին է։ Որտեղ այդ եկեղեցին պետքա գրավեր աշխարհը, ու Աբրամին ասեց, որտեղ ոտքը դնես, Աբրամը ոտքը չէր դնելու ամենուրեք։ Ֆիզիկապես էլ հնարավոր չէր, հա։ Դա միայն հնարավոր էր Հիսուսին հարությունից հետո։ Ընկալում եք։ Այդ խոստումը Աբրամինը չէր իրականում, Աբրամի միջոցով իր սերունդին եզակի թվով, որ Աբրամին ասում է Տերը, Քրիստոսին, աշխարհը ժառանգելու, ոտքը որտեղ դնելու։ Ուր քեզ ու ինձ կանչում է Տերը, ինքը արդեն այնտեղ եղել է։ Ու ես ու դու իր ոտքերն ու ձեռքերն ենք։ Որտեղ քեզ Տերը դնում է, ճիշտ ոնց որ իր ոտքն է դնում։ Քո աշխատանքի վայրը, քո ընկերության շրջապատը, քո ընտանիքը, քո ծանոթները, գնում ես հանգստանալու, գնում ես խանութ, հաշվի որ Հիսուսը իր ոտքն է դնում։ Ու որտեղ դրել է իր ոտքը, հայրը իրան է տալու։ Քեզ չէ, մոռացի քեզ։ Քո մասին չի խնդիրը։ Մեկ քեզ չի տալու, դու չես կարող։ Հիսուսին է տրվում։ Մենք իր ոտքն ենք։ Մենք այնտեղ ենք դրվում, որտեղ Աստված ուզում է, որ Հիսուսինը լինի։ Դա համար հետաքրքիր է, որ ողջ պատմությունը հետոյի այդ Հիսուսի հանդիպելուց հետո հարության գնացեք, ավետարան տարածեք ողջ աշխարհում։ Ճիշտ ոնց որ իմ ոտքը եղեք, այս ոտքս դնեմ, գնաք ազգերի մեջ, ես մեն ոտքս դնեմ այս ազգի մեջ, այն ազգի մեջ, այս իրադրության մեջ, այն իրականության մեջ, տեղ չկա, որտեղ Հիսուսը իր ոտքը չի ուզում դնի։ Որտեղ ողջ իր ժառանգությունն է։ Մարդկային ողջ իրականությունները իր ժառանգությունն են։ Դա միայն պուպուշ եկեղեցիները չեն, դա միայն խելացի կիրթ մարդիկ չեն, դա միայն փողոցային մարդիկ են, դրանք նաև հասարակության զրկված մարդիկ են։ Ամեն տեղ իր ոտքը ուզում է դնի, ու այդ ոտքը դու ես։ Ուզում է դնի, որտեղ ժառանգել է դա, հայրը իրան ժառանգություն է տվել։ Ու դու այդ ոտքն ես, դու այդ միջոցն ես, որի միջոցով Աստված ժառանգություն է վերցնում։ Գնա ու պահանջիր այդ ժառանգությունը։ Դարձրա քո աշխատանքի տեղը, քո ընկերության տեղը, դարձա Հիսուսի ժառանգությունը։ Աղոթի ասա Տեր, ինչպես ես անելու դա։ Հետաքրքիր ինստրուկցիաներ չկա ինչպես, որտեղ
ասեցին վկաները կլնեք, ինչից հետո, երբ որ զորություն կառնեք վերևից։ Այդ զորությունը առել ենք, բա ինչի ենք սպասում։ Սպասում ենք մեկ այլ արթնության ալիք ենք սպասում։ Արթնությունը քո մեջ է։ Այն հոգին է, որ քո մեջ ու քո վրա է։ Արթնությունը այն կոչն է, որ Աստված ուղարկել է քեզ արդեն ու դրել է որոշակի իրականության մեջ։ Գնա ու տիրիր, գնա ու բեր Աստծո ներկայությունը այնտեղ։ Գնա ու պահանջիր, որտեղ գտնվում ես, ասա՝ Տեր, ես քո ոտքն եմ, ես տեղ եմ, սա քոնն է։ Վերցրա իրան։ Դու ժառանգել ես իրան։ Մենք մոտ անհստակ գտնենք դևերի հետ կռվելու ենք։ Դու կռիվ չունես դևերի հետ։ Դա քո կռիվը չի։ Դա Տիրոջ կռիվն է։ Ինքն է ժառանգորդը, դու չես։ Հանգիստ եղի։ Դու մենակ գնում ես հրճակում ես իր անունով։ Հիվանդությունները, խնդիրները, ոչ մեր ուսերին վերցրել այդ բեռը, ասում մենք պետք է ինչ-որ բան անենք։ Դու չէ որ պետք է անես։ Մարկոս ինչպես է վերջացնում իր ավետարանը, գիտեք։ Գնացեք, հավատացողներին սա է լինելու, չէ՞, դևեր են հանելու, հիվանդություններ են բժշկելու, լեզուներ են խոսելու, չէ՞, նույնիսկ եթե իրանց թույն խմացնեն, չի ազդելու իրանց, եւ հետո շարունակություն ու իրան գնացին ու քշեցին դևերին, իրան գնացին, այդպես չի գրված։ Տերը գործում էր, Տերն էր անում, ոչ թե իրանք։ Իրանք ուղղակի գնում էին պահանջելու, գնում էին հրճակելու, գնում էին այդ տեղը դառնալու, այս Հիսուսի տեղն է։ Պատկանում է Հիսուսին։ Այն ժամանակվա եկեղեցին առաջի դարի հասկանում էր դա ու ապրում էր այտենց, այտենց նախանձավոր, պահանջող եկեղեցի էր։ Աշխարհը, դրա համար աշխարհը փոխեց այդ եկեղեցին։ Այսօրվա եկեղեցին, չգիտեմ, փափլիկների, հոգեբանական, չգիտեմ, մխիթարության կարիք ունեցողների, որ իրանց միշտ ասեն, որ դուք պուպուշ եք, դուք լավն եք, մի քիչ էլ դիմացեք, հեսա Տերը կգա ամեն ինչ լավ կլինի։ Ոչ։ Մենք ոչ թե սպասում ենք Տիրոջ գալստյան այն իմաստով, որ գա ու պրծնենք այս ամեն ինչից, մենք պետք է մտածենք սենց, քանի չի եկել հասցնենք, ավելին անենք, ավելին գրավենք, ավելին բերենք Հիսուսի իշխանության ներքո, ավելին ժառանգացնենք, ագրեսիվ մտածենք, ոչ թե պահպանողական, խրամատներում մտնենք, հուսով ենք այս ալիքները կանցնել մենք, մի օր կփրկվենք։ Դու չես փրկվել սպասելու, որ մի օր մազապուրց կժառանգես թագավորությունը։ Դու փրկվել ես իր պնդումը լինելու ամեն տեղ, որտեղ դու կլնես, իր իշխանության կրողը լինես ու ներկայացնողը։ Սա առաջին նկարագիրն էր։ Կա երկրորդ նկարագիրը։ Երկրորդ նկարագիրը սա է, որ անընդհատ Հիսուսը իր աշակերտների հետ հայտնվում էր ու անհայտանում էր։ Նկատել եք, օրինակ, Էմաուսի ճամփորդներին իրանք գնում էին Երուսաղեմից, տխրած, տրտմած, 3 օր է Հիսուսը խաչվել է, ոչ մի չի փոխվում, ինչ-որ կանայք ասում են տեսել են, բայց դե ինչ իմանանք կին են, էլի, ով է, հա, կնոջ ասածը ասնավանի չի, հիմք չի, կներեն ինձ քույրերս, այդ ես չեմ ասում, տենց կարծիք կա։ Արդեք չխորանանք գտեղ, լավ է թողում եմ ձեզ։ Կինս տեղ է, եկեք մի քիչ ես ինձ համեստ պայեմ այդ հարցում։ Ու Հիսուսը հայտնվեց իրանց, ուղղակի հայտնվեց իրանց հետ, սկսեց խոսել, ասեց այդ ինչ եք խոսում, իրանք ասեցին, կարդացել եք Ղուկաս ավետարանը։ Ու ասեց ինչ անհավատ եք, դուք չեք հասկանում մարգարեների ասածները, ձեր ծները ինչ ծանր սիրտ ունեք եւ այլն։ Ուսեց մեկնել գրքերը։ Ու ասին, քո ասածը իմաստ ունի, ճիշտ է, տենց է։ Կլինի ասեցին գաս մեր հետ մեր տուն, հիշում եք։ Ինքը ասեց, ես ավելի հեռու եմ գնում։ Ասի չէ, կլինի ուշ արդեն, արի մեր տուն, մի քիչ ավելի խոսենք, հետո կգնաս։ Ու Հիսուսը իրանց հետ գնում է իրանց տուն, դե մարդիկ հոգնած եկել են հաց պիտի ուտեն, ու երբ որ Հիսուսը հացը վերցրեց, կիսեց, չէ՞, տեսան, ճանաչեցին իրեն, երևի ձեռքերը տեսան, ճանաչեցին իրեն ու ինքը անհայտացավ իրենցից։ Ինքը հայտնվում էր ու անհայտանում էր։ Հետաքրքիր է, գիտեք ինչու դա։
Մինչև այդ Հիսուսը խոստացել էր։ Մատթեոս 18-ում է դա։ Սա ասեմ, որ համարն է նույնիսկ։ Մատթեոս 18-ում 19-20 խոսքերն է։ Ասում է, որտեղ 2-3-ը իմ անունով հավաքվեն, այնտեղ եմ ես իրենց մեջ։ Հիմա այս երկուսն են իր անունով խոսում են, չէ՞, իր մասին են խոսում, ու ինքը հայտնվում է իրանց, ու մեկնում է իրեն ավելի լավ հասկանան, նախ գրվածքներով, հետո էլ անձամբ հայտնում իրան, ճանաչում են իրեն։ Ու հենց որ ճանաչում են իրան մարմնով, անհայտանում են։ Ինքը կատարում է այն, ինչ որ խոստացել է։ Ու սա մեզ համար, հետո սերունդների համար նշան է, որտեղ մենք հավաքվում ենք իր անունով, խոսում ենք իրենից, ինքը ներկա է։ Իր անունով, որտեղ խոսում ենք իր մասին։ Իր անունով չի, որ մենք քրիստոնյա ենք, հավաքվել ենք միտեղ, խոսում ենք ֆուտբոլից, խոսում ենք, չգիտեմ, շորերից, խոսում ենք քաղաքականությունից, այլև որ իր մասին ենք խոսում։ Ինքը հայտնվում այնտեղ։ Հայտնում ասում է մեզ օգնել հասկանալու իրեն, հասկանալու Աստծո ծրագիրը, հասկանալու գրվածքները։ Անտեսանելի ներկա ինքը մեր մեջ, եւ որ մենք խոսում ենք իր մասին։ Որտեղ կա սա։ Որ կրոնում կա սրա մասին։ Որ իրականությունում կա, որ Աստված անձամբ ներկա է, որ դու խոս։ Ոչ թե հատուկ պետքա, երբեմն մենք տենց ենք անում։ Հատուկ sense արի Տեր, մի տանջվի։ Տերը ոչ հեռու է, ոչ խուլ է, գոռում են։ Ի՞նչ է եղել։ Որտեղ դու Տիրոջ մասին խոսում ես, ինքը արդեն այնտեղ է։ Այդ գոռում ես, Տերը ասում ես, կամաց ստեղ եմ։ Չեմ կորել։ Մեկ ինչպես է Մատթեոսին վերջացնում Հիսուսը։ Եվ որ պատվիրումը գնացեք ազգերը, աշակերտեցեք, սովորեցրեք ամեն բաները, որ ես ձեզ պատվիրեցի, չէ, մկրտեցեք իրանց հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու, եւ հետեւյալ վերջի արտահայտությունը, ամենավերջի, որը ամենաթանկ բանն է իրականում իմ ու քո համար։ Եվ ահա ես ձեր հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Հալելույա։ Ես մի հատ բան եմ ուզում ձեզ գաղտնիք հայտնեմ։ Չնայած գաղտնիք չի այնտեղ է։ Հիսուսը չի ասում, ահա ես ձեր հետ կլինեմ մինչև աշխարհի վերջը։ Նկատում եք։ Ես ձեր հետ եմ։ Ներկա, միշտ։ Ճիշտ ոնց որ Յահվեն էր խոսում, ես եմ որ եմ։ Ես կամ, միշտ եմ ձեր հետ, ոչ թե կլինեմ ձեր հետ։ Ես եմ ձեր հետ, դա միշտ է, դա անընդհատ է, անդադար է, իր ներկայությունը մեր հետ է միշտ, թեև անտեսանելի է։ Սա նշան էր, որ Հիսուսը մեր հետ է բնակվում, թեև մենք չենք տեսնում իրան, թեև ինքը անտեսանելի է։ Բայց մենք իրան դարձնում ենք տեսանելի, գիտեք։ Գիտեք ինչպես։ Այս հացը ու այս գավաթը մեր իրան տեսանելի դարձնելն է, միսուարյուն դարձնելն է մեր մեջ։ Եվ որ մենք հաղորդություն ենք անում, մենք դրանով ասում ենք ինքը ստեղ է մեր մեջ է, որտեղ նայեք յուրաքանչյուր մեկը դուք միսուարյուն եք։ Մենք ամենքս, չէ՞։ Եվ որ այդ միսուարյունը կա, ասում ենք մարդը ստեղ է, չէ՞։ Եվ որ միսուարյունը չկա, ինքը ստեղ չի։ Այդպես է թե չէ։ Օրինակ ով չկա այսօր, մեկի անունը տվեք։ Սերժը չկա, որտեղ իր միսուարյունը ստեղ չի։ Ու չեն կարող ասենք Սերժը ստեղ չի, բայց իր հոգին ստեղ է։ No, ոչ։ Իր միսուարյունը չկա, իր հոգին էլ չկա։ Ու երբ որ մենք այդ միսուարյունը, հա, հաղորդությունը, հաց ու գավաթը բերում ենք մեր մեջ, դավանում ենք, որ սա Տիրոջ մարմինն ու այրունն է, մենք դրանով ասում ենք ինքը ստեղ է, ինքը մեր մեջ է, ինքը ներկա է։ Մենք իրան մարմնավորեցնում ենք, մենք իրան բնակեցնում ենք մեր մեջ, իսկն իրականում ինքը ստեղ է հոգով, մենք դա մարմնավորում ենք, դարձում ենք Տերը իմ հետ է, Տերը մեր մեջ է։ Ամեն անգամ, որ ես հացից ուտեք ու այդ գավաթից խմեք, Տիրոջը մահը կպատմեք մինչև ինքը գա։
ահա ես ձեր հետ եմ, մինչև աշխարհի վերջը։ Մենակ մենք իրավունք ունենք այս հաղորդությունից, որտեղ մենակ մեր հետ ենք բնակվում։ Մենակ նրանց հետ, ովքեր հավատում են, ճանաչում են իր կենդանի հարության ներկայությանը։ Եթե դու հավատում ես Հիսուսին, հավատում ես, որ ինքը կենդանի ու հարություն առել, հաղորդությունը քո համար է։ Հաղորդությունը կատարյալների համար չի, հաղթողների համար չի։ Հաղորդությունը նրանց համար է, ով ուզում է, հավատում է Հիսուսի միսոայրունին։ Ես ավելին կասեմ, եթե դու տկար ես, մեղանչել ես, քո համար է հաղորդությունը, որովհետև դու Հիսուսի կարիք ունես, որ դու հաղթես այդ տկարությանը, հաղթես այդ խնդրին, հաղթես այդ մեղքին, հաղթես այդ դժվարությանը, հաղթես այդ կախվածությանը, դու Հիսուսի կարիք ունես, իր մարմնի ու այրան կարիք ունես, իր ներկայության կարիք ունես, իր զորության կարիք ունես ու ինքը ստեղ է հիմա այսօր դրա համար։ Փառք իրան։ Եկեք կանգնենք ոտքի։